Դատարանը քննել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Քննչական կոմիտեն միջնորդել է նրան 2 ամսով կալանավորել։ 3 շուրջ 12 ժամ տևած խուզարկություններից հետո Ծառուկյանը ձերբակալվել էր եւ տեղափոխվել քննչական կոմիտե, ապա դատարան, սակայն նիստը հետաձգվել էր։ Քննչական կոմիտեն 69-ամյա Ծառուկյանին մեղադրանքի առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախությանն ու փողերի լվացմանն օժանդակելու համար։ Նույն գործով ձերբակալվել է եւս մեկ անձ։ Ծառուկյանի փաստաբանները մեղադրանքը որակում են абսուրդային ու ծիծաղելի, պնդելով, որ տուժողի փոխարեն իրենց վստահորդին մեղադրալի կարգավիճակ են տվել։ Ըստ էության շանտաժի հետ կապված սկսել են։ Մենք հիմնավորեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դատանի որոշումով, որ իրենք այս նույն process-ը այնտեղ են նաև սկսել եւ այնտեղի դատանը արձանագրել է, որ հանցագործություն չկա, քաղաքացիական գործընթացներ են եւ նաև համապատասխան իրենց իրավասու պետական մարմինները արձանագրել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հայտարարածների հիմնական մասը չի համապատասխանել իրականությանը, ըստ էության սուտ է։ Այսինքն այն, որ ինչ որ ներկայացնում են, ակնհայտ է, որ այստեղ հանցագործություն ընդհանրապես գոյություն չունի, ասում են, տեսեք, հասարակ բան։ Ասում են, որ որոշակի ընկերությանը պատկանող գույքը հափշտակել է խարդախությամբ, ասում ենք այդ գույքը ում է պատկանում, ասում են այդ նույն ընկերությանը։ Ասում ենք լավ, այդ ընկերության գույքն է, պատկանում է այդ ընկերությանը։ Ոնց են հափշտակել, հափշտակվել է։ Հափշտակությունը, խարդախությունը դա նա է, որ դու այդ ընկերության կամ անձի սեփականությունից դուրս ես հանում, դարձնում ես քոնը։ Բայց պատկանում է այդ ընկերությանը, որի 50% սեփականատերը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին է։ Պարոն Սարգսյան, փաստացի բիզնես վեճ է, որին որոշել է նաև այսպես մեծ հնչեղություն տալ ազգային անվտանգության ծառայություն։ Դուք այդպիսի նախադեպ ունեցել եք, որ ԱԱԾ-ով կան եկեք մի հատ նկատառում ասեմ, հենց այս ֆոնի վրա, հետո գործընկերս կշարունակի։ Ուրեմն տեսեք, 2026 թվականի հունիսի 9-ին ընտրությունից հետո Գագիկ Ծառուկյանը կազմական գործով պետք է մեկներ։ Այս նույն քրեական գործով միանգամից իրեն թույլ չեն տալիս, որ մեկնի եւ մեղադրանք են ներկայացնում, բացակայելու արգել խափան միջոց։ Պարոն Խաչատյանը, պարոն Մինասյանը բողոք են ներկայացրել այդ որոշման դեմ, նշելով, որ քանի որ եղել է падգամավորի տեխնացու, ԿՀ-ի թույլտվություններ պետք է անձեռնմխելությունը հաղթարելու, որից հետո միայն կլիներ մեղադրանքի օրինական։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստրը Ռոզա Ծառուկյանն իշխանությունների գործողություններն աններելի է որակել։ Նա նաև նշել է, որ իշխանությունների հայտարարած քրիստոնեական արժեքներն անհամատեղելի են իրենց գործողությունների հետ։ Իմացեք, որ ցանկացած ձևով սա կարող է բոլորին առնչվել։ Մի մարդ ով ամբողջ կյանքում բարեգործություն է արել, եւ մենք դեռ շատ փոքր ենք եղել ու ես դա միշտ տեսել եմ, դեռս քաղաքականության մեջ չի եղել կամ այսքան մեծ ունեցվածքի տեր չի եղել հայրս, որը կամաց տարին ընթացքում է ձեռք բերել, մենք մշտապես ականատես ենք եղել այդ բարեգործական արարքներին, ծրագրերին, այո։ Ու հիմա նմանատիպ վարմունք, նմանատիպ պահվածքը ուղղակի աններելի է ու բարեգործի հետ նման կերպ վարվել, ձեռքերը շղթայած տուն մտնել 13 ժամ հետախուզություն անել ու որևէ լուրջ բան չգտնել, երկրորդ անգամ նույն բանը կրկնել, մի անգամ էս ամեն ինչի միջով անցան, կալանավորեցին, տունը խուզարկեցին, հնարավոր ու անհնար միջոցներն օգտագործեցին, գործունեություն դադարեցին, գործաներ փակեցին, բացեցին, ինչ ասեք արեցին այս 8 տարվա ընթացքում որևէ հիմք, որևէ լուրջ բան չգտնելով, հիմա գալ ու գտնել ինչ որ կենթանիներ, որ մարդ տարիներ շարունակ պահել է կենթանիներին, բազմաթիվ անգամներ հեռուստատեսությամբ լրատվամիջոցներով դուք տեսել եք այդ կենթանիներին, դա նորություն չի ու գաղտնիք չի, դա իր հոբին է, նախասիրությունն է, մանկուց մենք շատ շուտ ժամանակվանից մենք այդ կենթանիներին պահում ենք, թորնիկների հետ գնում կերակրում են կենթանիներին, բադիկներին հաց են տալիս, չգիտեմ, այդ այն տարածքն է, որտեղ ընտանիքով ժամանակ են անցկացնում, ձուկ են որսում, ու այդ ամեն ինչը հիմա տեսնել, նկատել ու կենթանիներին քնեցնել, տեղափոխել գազանանոց, որտեղ եղած կենթանիներին նորմալ չեն կարողանում պահել, սա ուղղակի թող մարդիկ դատապարտեն, թող մարդիկ ուղեղ ունեն, վստահ են բոլորը բանական մարդիկ են, թող մարդիկ տեսնեն ու եզրակացություններն իրենք անեն, ոչ մի բան ասելու չունեն։ Ծառուկյանի մամուլի խոսնակի Վետատոնոյանը հերքել է տեղեկությունները, թե Ծառուկյանին պատկանող տարածքից կենթանիներ են առգրավել, նշելով, որ դրանք պահվել են օրենքով սահմանված բոլոր նորմերին համապատասխան պայմաններում։ Անդրադառնալով որսի թեմային, Տոնոյանը նշել է, որ օրենքը թույլ է տալիս որս իրականացրել թույլատրելի վայրերում եւ սահմանված պայմաններով։ Նախորդին հարյուրավոր, հազարավոր զանգեր, հաղորդագրություններ ենք ստացել ի աջակցություն, ի սատարում Գագիկ
Ծառուկյանի եւ մարդիկ դատապարտում են ամբողջ գործընթացը, ինչ տեղի է ունենում այս օրերին եւ խոսքը ամենևին քաղաքական ուժերին եւ կուսակցություններին չի վերաբերում։ Իդեպ բոլորին նաեւ շնորհակալություն եմ ուզում հայտնել աջակցության վերաբերյալ հայտարարությունների համար, սակայն այսպես ֆիքսեցի նաև որոշակի հայտարարություններ իշխանության տարբեր կալիբրի, այսպես մանր, միջին, մեծ կալիբրի ներկայացուցիչների կողմից հնչեցված տարբեր հայտարարություններ, որոնք այսպես համապատասխան երևի թե հրամանը ստացել են, հա, հարցակում գործելու եւ այսպես հիացական բացականչություններով ողջունելու են ամբողջ գործընթացը, ինչ որ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ, Տիկնակ եւ պարոն Նայիկ, աղջիկներ եւ տղաներ, բումերանգի օրենքը ոչ մեկ դեռևս չի մերժել, հիշենք այդ մասին նախ առաջին հերթին եւ հիշենք նաեւ այն պատմական իրադարձության մասին, երբ որ նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության շնորհիվ այսպես դուք հայտնվեցիք խորհրդարանում եւ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, դուք միանգամայն այլ տեքստեր եք ձոնում, սա ուղղակի որպես թեթև հիշողության թարմացում։ Մնացածի մասին, այո։ Խոզարկությունից հետո Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատանը իր տան անդամները կարող են մուտք գործել, թե դա էլ կապարակնքել են եւ Ոչ, տան անդամները, ընտանիքի անդամները ազատ ելումուտ ունեն Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, աշխատակիցները, այո, առանձնատան գործունեության հետ կապված որևէ սահմանափակում չկա, կապարակնքված է ընդունելությունների տունը, այդտեղ որևէ այսպես ելումուտ չկա, կապարակնքված են բոլոր այն ձեռնարկությունները, որոնց մասին նախորդին ես խոսեցի, ինչպես նաև երեկ ուշ երեկոյան դադարեցվել է նաև Մուլտիգրանդ հյուրանոցի հարևանությամբ գտնվող նախկին Փարավոն ռեստորանի գործունեությունը եւս դադարեցված է, կապարակնքված է ռեստորանը, բոլոր հենց այդ մասին էի ուզում խոսել անկեղծորեն, որովհետեւ սկսած մուլտիվելնես համալիրի հաճախորդների եւ տարբեր այսպես ռեստորաններում ամրագրումներ արած մարդիկ ամիսներ առաջ հարսանիքների համար օրեր են ամրագրել եւ դրա հետ կապված այդ ձեռնարկությունների մենեջմենթով զբաղվող մարդիկ ցավոք սրտի բախվել են շատ լուրջ խնդիրների եւ հիմա փորձում են ամեն դեպքում մասնագետները զբաղվում են այդ հարցերով, փորձում են կանոնակարգել, տեղեկացրել են բոլորին, որ հարկադիր պարապուրդի են մատնված, որ դա իրենց պատճառով եւ իրենց մեղքով չի, բայց այնուամենայնիվ իրականում սարսափելի իրավիճակ է ստեղծված։ Սա բացահայտ քաղաքական հետապնդում եւ վրեժխնդրություն է հայտարարել Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի շուրջ ընթացող գործընթացներին падգամավորը նաեւ հայտարարել է, որ ընդդիմությունը չի հրաժարվում փողոցային պայքարից, ընդգծելով, որ падգամավորական մանդատը պայքարի գործիք է, ոչ թե դրանից հրաժարվելու պատճառ։ Շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, կարծում դա բոլորին է ակնհայտ։ Մարդկանց մանդատները գողացան 60,000 ձայն, հիմա էլ փորձում են այս ճանապարհով հետապնդել, սահմանափակել ըստ էության քաղաքական ուժի գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանը ձգտում է այս ճանապարհով երկրում հաստատել մեկ անձի դիկտատուրա, մեկ անձի իշխանություն, լավ գիտակցել է, որ ինքը զուրկ է լեգիտիմությունից եւ նման կերպ ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների հետապնդումով փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու եւ իր դրսի գործընկերներին տրված խոստումները իրականացնելու։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խոսքով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները հարվածում են ներդրումային միջավայրին։ Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար դրա վտանգը իրենք չեն տեսնում։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին ներդրողներին, թե արտաքին ներդրողներին, այդ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։ Այն մարդու չուճելներն էլ գողացան, հիմա ինչ կա։ Առուսներին է քնացրին։ Առուսներին էլ քնացրին։ Դա առուսներին ոչինչ, հետները տանեն ազգային ժողով, կզարթնացնենք տանեն ազգային ժողով։ Չուճելները չհասկացախի։ Պարոն Կարապետյան, նախատեսվում է միասնական հանդիպում։ Հարց էի տալիս։ Հնարավոր է, որ փողոցային պայքար ասել եմ, փողոցային պայքար անպայման լինելու է մեկ անգամ։
եւ վերջնական։ Պարոն Կարապետյան, վերջին դատականին կրկին այս հայրից հայտարարեցիք, որ եթե Սահմանադրական դատարանում պարոն Վարդևանյանը, այսպես ասած, ձեր խոսքերն են մեջբերում, կհաստա դուք վարչապետ կդառնաք, ինչ խանգարեց պարոն Վարդևանյանը։ Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ Զապարոժեց էր կանգնած։ Ոչ մի գազ չվերցրեց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ սենատոր Սթիվ Դեյնսին։ Ալիևը նշել է, որ անձնական լավ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ընդգծելով վերջինիս դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջ մղման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ TTIP-ի միջազգային նշանակությունը, տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացման, նաեւ Ադրբեջանի եւ ԱՄՆ Սենատի միջև համագործակցության ընդլայնման հարցերը։ Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, դաշինքի պատմության մեջ երկրորդը, որն անցկացվում է Թուրքիայում։ Երկօրյա հանդիպան առանցքում ՆԱՏՕ-ի միասնության պահպանումն է Միացյալ Նահանգների փոփոխվող արտաքին քաղաքականության եւ համաշխարհային անվտանգության նոր մարտահրավերների պայմաններում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ գագաթնաժողովում կհայտարարվի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի ընկերությունների հետ պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ Նրա խոսքով դաշինքը նաեւ կներկայացնի պաշտպանության նոր տեխնոլոգիաների եւ պաշտպանական արդյունաբերության զարգացման ծրագրերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գագաթնաժողովին մասնակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով, հաղորդում է CNN-ը։ Նշվում է, որ Թրամփը նախկինում թերահավատորեն էր վերաբերվում այցին, դժգոհելով, որ ՆԱՏՕ-ի մի շարք անդամներ չեն աջակցել Միացյալ Նահանգներին Իրանի դեմ պատերազմի ընթացքում։ Գագաթնաժողովին հրավիրված է նաև Ուկրաինայի նախագահը, որը նախատեսում է հանդիպել Թրամփի հետ։ Սակայն նա կմասնակցի միայն առաջնորդների պատվին կազմակերպվող ընթրիքին եւ չի ներգրավվի նիստերին, ինչը CNN-ի գնահատմամբ վկայում է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը դեռևս անորոշ է։ Կրեմլում հայտարարել են, որ ուշադիր հետևում են Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, կասկած չկա, որ սա բոլորի, այդ թվում մեր ուշադրության կենտրոնում գտնվող իրադարձություն է, մենք իհարկե հետևելու ենք Անկարայից ստացվող բոլոր տեղեկություններին, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա, դառնալով արևմտաեվրոպական առաջին պետության ղեկավարը, որն այդ երկիր այցելում Բաշար Ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Սա նաև Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա վերջին 17 տարվա ընթացքում։ Մակրոնը հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարային, կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցությունը։ Ժամանելուց հետո Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան շարունակում է աջակցել սիրիացի ժողովրդին հանուն ինքնիշխան եւ խաղաղ Սիրիայի։